Սիրելիներս ողջույն բոլորին եւ իհարկե բարի գալուստին YouTube-յան տեսալիք բոլոր նրանց, ովքեր ինձ առաջին անգամ են տեսնում, ես Նադյան եմ։ Ուրախ եմ ձեզ տեսնել իմ ալիքում, հուսով եմ իմ վլոգները ձեզ թույլ կգա, ես աշխատում եմ ավելի հաճախ վլոգներ նկարել, իդեպ մինչ վլոգը սկսել է, դե վերցրու տոպրակդ, ուզում եմ ասել, որ դուք կարող եք այս վլոգի ներքևում գրել հարցեր, որոնք ինձ ունեք ու ես հաջորդ վլոգների ընթացքում անպայման կանդրադառնամ այդ հարցերին։ Իսկ հիմա ես ու Ադանը դուրս ենք եկել մի փոքր քայլելու, մինչ մյուս տղաները տատիկ պապիկի տանն են, ինձ էլ մաքուր օդ էր պետք, Ադանի հետ որոշեցինք խանութից պաղպաղակ վերցնել ու գնալ այգի, չնայած դուրս եկանք, ես մի քիչ փոշմանեցի, որ պաղպաղակ ենք վերցրել, որովհետև բավականին ցուրտ է, ոնց որ թե ձերքով արա պատնեշ են ստեղ սարքել, երևի որ մեքենաները շուրջ գան։ Վերջում կլայքեք։ Վերջերս բավականին պասիվ եմ Instagram-ում, կարելի ասել առհասարակ չկամ Instagram-ում, այսօր էլ շատ սիրուն իվենթի էի հրավիրված, որը ցավոք սրտի բաց թողեցի, այս ընթացքում երբ Instagram-ում գրեթե չեմ եղել, մի շարք միջոցառումների եմ հրավիրվել, որոնք բաց եմ թողել, մի շարք համագործակցություններ եմ ունեցել, առաջարկներ եմ ունեցել համագործակցությունների, որոնք էլի բաց եմ թողել ու այդ բոլորը հարգելի պատճառներով, որոնց մասին հենց ուզում եմ խոսել այս վլոգում։ Այսօր ստուգումներ ունեմ հերթական, որոնց պետքա գնամ ու որոշեցի մի փոքրիկ վլոգ նկարել, ձեզ պատմել, թե այս պահին կյանքի ինչ փուլում եմ ես գտնվում։ Ունեմ մի քիչ առողջական խնդիրներ կապված սրտի հետ, բավականին շատ ստուգումներ, բուժումներ եմ խառանցնում, հիմա Նոր Քմարաշի սրտաբանականում վերջերս էխոսրտագրության էի, մի 2 օր առաջ էլ հոլտերի ապարատի սարքի օրներ ու պետքա բան անեմ, այդ սարքի պատասխանները տանեմ սրտաբանի մոտ, հենց հիմա ձեզ հետ խոսում եմ, օհո որ լարված եմ, Ադան մի արա, ահա որ լարված եմ, որովհետև լիքը շներ կային ու մենք այդ շների միջով անցանք, այնտեղ որ տեսնեք, իրականում շատ վտանգավոր է, մանավանդ չգիտես ինչի, այս քանի օրը անընդհատ էջերից պարբերաբար սենց վիդեոներ ա բերում, որտեղ շները հարձակվում են երեխաների վրա ու շատ վախեցած եմ դրանից։ Հոլտերի ապարատից էի խոսում, այդ ապարատը, եթե ինչ ովքեր չգիտեն, սենց ինչ որ սարք է, որը լարերով մի 5 տեղից ամրացնում են, Ադան զգույշ վերևից մեքենա է գալիս, ամրացնում են ու դու ամենաքիչը 24 ժամ այդ սարքով պետքա մնաս, այնտեղ երբ ես գնացել էի, որ այդ սարքը միացնեին, մարդիկ կային ու միացնում էին 3 օրով, 4 օրով ու ինձ 24 ժամով են միացրել, 24 ժամ ինքը ֆիքսում է ամբողջ օրվա ընթացքում քո սրտի աշխատանքը, իհարկե նախընտրելի է, որ այդ ընթացքում դու մի փոքր ավելի ակտիվություն ցուցաբերես, բայց ես հիմնականում բավականին պասիվ ռեժիմով եմ եղել, որովհետև ինձ ահագին վատ էի զգում։ Մի խոսքով գնացել եմ այդ սարքի պատասխանները պիտի տանեմ սրտաբանի մոտ ու այդպես սրտի հետ կապված բավականին շատ խառը խնդիրներ։ Բայց ուզում եմ միանգամից ասել, որպեսզի չանհանգստանաք, ես էլ սենց անտեղի ինտրիգներ չեմ սիրում անել, ուզում եմ ասել, որ խնդիրները լուծվող են, ամեն դեպքում ինչ խնդիր էլ որ կա լուծվող է, հիմա չեմ ուզում ես ավելի մանրանամ, թե կոնկրետ ինչ խնդիրներ ես ունեմ, որովհետև չեմ ուզում, որ մեկնաբանություններում ինչ-որ խորհրդատվություններ գրեք, ինչ-որ մասնագետների խորհուրդ տակ կամ ինչ-որ բուժումներ խորհուրդ տակ, որովհետև առանց հետ էլ բավականին խառն են մտքերս։ Ես արդեն ունեմ մասնագետներ, հստակ կլինիկաներ, որտեղ գնում եմ, չի ուզի ավելի խառնել այդ մտքերը, տարբեր բուժման եղանակներ ձեր կողմից առաջարկվող, Ադան, արի ես կողմ, եթե մտածում եք, ես թափվողը մաքուր ջուր է,
ասեմ, որ չէ, կոյուղա ջուրա, որովհետև ահա որ հոտ է գալիս։ Ու հիմա ես ու Ադանը սենց փողոցի մեջտեղով ուղղակի անցնում ենք, որովհետև չգիտես, այստեղից ինչ որ ուրիշ տարբերակ չկա էլի անցնելու։ Գույշ տղես, ամեն կողմից մեքենաներ են գալիս։ Աստված, մի հատ նայի մինչև որտեղ է գնում, մենք սենց ոնց ենք փողոցի մեջտեղով գնալու։ Մի հատ Սա Երևանն է։ Ադան ուրախացել է, որ այսօր միասին ժամանակ ենք անցկացնում։ Շատ փոքր չի ես քո համար։ Բայց ձեռքերդ հիմա կպցնում ես, կեղտոտում ես ու տենց պաղպաղակ ես, ուտում, արի պաղպաղակդ կեր հետո։ Ոնց ես։ Ամես հայերեն պաղպաղակ, թե մարոշնի։ Պաղպաղակ, մարոշնի ու սերունա։ Ադան, ոնց ես։ Կլաս։ Իսկ դու ինչու չես գնացել տատիկ պապիկի տուն։ Որտեղ տեսնում եմ։ Իսկ լավ եմ արել, որտեղ սում եմ, որտեղ ես ասստեղ։ Դասերը չեր արել, չգնաց մնաց տունը, դասերը արեց, վերջացրեց։ Միասին եկանք այգի։ Ադան։ Ուրախ ես։ Շատ։ Այստեղ գալու ճանապարհին ձեզ հետ ահագին խոսեցի իմ առողջական խնդիրների մասին, բայց քիչ առաջ նայեցի կադրերը ու հասկացա, որ բավականին աղմուկոտ ա եղել, իսկ ես բարձրախոսս չէի վերցրել ինձ հետ, որ կողքի աղմուկը չլսեիք, չնայած հիմա խոսում եմ ու հաստատ հիմա էլ շատ մաքուր չի լինելու ձայնը։ Ես վաղուց գիտեի, որ ունեմ սրտի խնդիրներ, բայց ինչպես համոզված եմ, որ ձեզնից շատերը, այնպես էլ ես, սիրում եմ խնդիրները ականջի հետև գցել առողջական, այն խնդիրները, որոնք ինձ են վերաբերվում, հետաքրքիր է, չէ՞, հատկապես մենք մամաներս, երբ մի բան լինում է մեր երեխաներին, մի անգամից վարքյան չկորցնելով վազում ենք բժշկի, ամեն ինչ անում ենք մեր սիրելիների համար։ Իսկ հենց հարցը մեզ է վերաբերվում, մենք գցում ենք ականջի հետև այնքան, մինչև խնդիրները իրենց գլուխ են բարձրացնում ու ինձ մոտ հենց այդ դեպքը եղավ։ Ես սպասում էի, որ օրերից մի օր այս խնդիրները էլի գլուխ են բարձրացնելու ու այդպես էլ եղավ։ Բայց ինչպես ճանապարհին ասացի, չեմ սիրում անիմաստ ինտրիգներ անել ու ավելորդ չեմ բարդացնի ամեն ինչ, կասեմ, որ բոլոր խնդիրներս լուծվող են, փառք Աստծո, բարեբախտաբար, այն ամեն ինչ կա, լուծվող է, ուղղակի չեմ ուզում հստակ ախտորոշումներ ասել, թե ինչ ախտորոշումներ ա տրվել, որպեսզի խուսափեմ մեկնաբանություններում ավելորդ մասնագետների նշելուց, բուժման միջոցներ նշելուց, դրա համար ուղղակի կասեմ, որ բուժվող, լուծվող խնդիրներ են, բայց ժամանակատար, ցավոք սրտի, ժամանակատար ու պարբերաբար պիտի ստուգումներ անցնեմ, բուժումներ անցնեմ ու ամենահոգնածնողը այս ամեն ինչի մեջ բուժ հաստատություններում ժամերով հերթ կանգնելն է։ Իհարկե նաև պիտի ասեմ, որ ես այսքան գնացել եմ, ինչքան ժամանակ անընդհատ բարբերաբար տարբեր կլինիկաներ եմ փոխում ու պիտի ասեմ, որ սպասարկումից շատ գոհ եմ, իսկապես առհասարակ ինձ թվում է մեր բուժանձնակազմը բավականին բարեխղճորեն են աշխատում, ամենայն դեպս ես որ շատ գոհ եմ ու ոչ միայն իմ նկատմամբ, տատիկ պապիկներ կան օրինակ նստած ու ես տեսնում եմ, թե իրանց ինչքան հոգատարությամբ են վերաբերվում, ուղղակի հերթերը անկախ իրենցից հաստատ իրենք էլ չունեն այդ մեղավորությունը շատ է,
շատ, այս ինչքան հիվանդներ մենք ունենք տարբեր բուժհաստատություններում, ինչքան հիվանդներ մենք ունենք ժամերով օրեր ա եղել առավոտ 9-ի ես գնացել եմ սոված ծարա, որովհետև ինչ որ անալիզներ պիտի հանձնես եւ այլն, քեզ այնտեղ ասում են որ դու սոված գաս անպայման։ Ու ես առավոտ ժամի 9-ից նստել եմ մինչև ժամը 1-2, պատկերացրեք, սենց սոված ծարավ, Առնոն էլ ինձ հետ, դե ճիշտ ամուսինս շատ օգնում է Առնոյի հարցում, բայց ամեն դեպքում երեխա է, այն որ չի դիմանում, անընդհատ դուրս ու ներս է անում, գնում էին մեքենայի մեջ էին սպասում, մեկ դուրս էին գալիս, մի քիչ զբոսնում են տարածքում, հետո գալիս են իմ մոտ, նորից գնում են մեքենայի մեջ, մինչև այդ ժամերը մենք տենց հերթի մեջ գլորել ենք, բայց դու չես կարա ասես, գիտեք, ես երեխայի հետ եմ, ինձ խնդրում եմ առաջնահերթություն տվեք, որովհետև դու տեսնում ես, որ քո կողքը նույն ձև սոված նստած են տատիկներ, պապիկներ, մեծ մարդիկ, որ մեկին ասես ինձ առաջնահերթություն տվեք, խնդրում եմ, ես պետքա շուտ մտնեմ, որովհետև երեխայի հետ եմ։ Բայց ու մեծ հույսեր ունեմ, որ ամեն ինչ շատ շուտ պիտի անցնի, շատ շուտ պետքա ոտքի կանգնեմ, որովհետև այս անգամ էլ արդեն ճար չունեի ուղակի թողնելու, ականջի հետև գցելու, որովհետև խնդիրներս իրենք իրենց ոտքով եկան, ասեցին զբաղվի մեզնով ի վերջո։ Անձրև եկավ, ես ու Ադանեմ գնում ենք տուն, այս այգուց մի քիչ հեռու է մեր շենքերը, ահագին քայլել ենք գալուց ու ինչպես ցույց տվեցի ճանապարհը, այս ամբողջ ճանապարհը կոյուղաջրեր է ու այս վիճակը լինում է մեր մոտ ամիսը մի քանի անգամ գալիս քանդում են, չես հասկանում թե ինչ աշխատանքներ են առհասարակ անում, հետո նորից ասֆալտապատում են, դե պատկերացրեք այդ ամբողջ ու ինչ խցանումներ առաջացնում, ինչ օդի աղտոտվածություն է առաջացնում, ջրերն են կտրում այդ ընթացքում, մի խոսքով սենց լիքը վնասներ են տալիս, վերջում ասֆալտապատում են, գնում են ու մի շաբաթ հետո նորից սենց վիճակ է լինում, ասենք ոնց են սարքում, չես հասկանում։ Բողոքեցի մի քիչ։ Կասեկերի բողոքում է, բայց երթվում եմ, եթե վլոգներովս հետ գնաք, դեռ մի 3 տարի առաջվանից, գրեթե 2-3 ամիսը մեկ, իրոք չեմ չափազանցնում, այ այս հատվածը քանդում են, ինչ-որ խողովակները սարքում են, ավելացնում են, պակասացնում են, չգիտես առհասարակ ինչ են անում, նորից ասֆալտում են, նորից գալիս եմ 2 ամիս հետո, նորից այ սենց գծով քանդում են, նորից ինչ-որ բան են անում, նորից ասֆալտում են, ենթադրությունները թողնում եմ ձեզ, անկեղծորեն, անկեղծ եմ ասում, եթե հետ գնաք վլոգներովս, դեռ մի 3 տարի առաջվանից ես պարբերաբար տարբեր վլոգներում սես ցույց եմ տալիս այս հատվածում ինչա կատարվում մեր շենք գնացող այս ճանապարհի վրա ու ես համոզված եմ որ քաղաքի տարբեր հատվածներում այս վիճակն է։ Ես ու տղես եկանք տուն ու որոշեցինք Զատիկի համար ցորեն ցանենք։ Հուսամ շատ չեմ ուշացել, այս ամանը կհիշեք, որ գնացել էի Սևան հարսանիք ամուսնոս ազգականի ու այդ վլոգը շատ մեծ սենց բում էր առաջացրել YouTube-յան հարթակում, չգիտես ինչի շատ քննարկվող վլոգ եղավ ու այդ հարսանիքի ժամանակ գաթաները դրված էին այս բանի մեջ, տուփերի մեջ, հիմա այս հարմար է շատ, կարծում եմ Զատիկի ցորենի համար իսկն է։ Քանի որ առաջիկա օրերին բավականին անձրևոտ եղանակ է տված, մենք այս ցորենների համար ստեղծում ենք ջերմոցային պայմաններ, արև քիչ է լինելու, դրա համար սենց ցելոֆանով կծածկենք, կարող է մի քիչ ավելի մեծը բերես։ Եղավ։ Կծածկենք ցելոֆանով, որ ցորենները ծլեն։ Եկել եմ այս շատ սիրուն ֆոնի վրա պաշտոնապես հայտարարեմ, որ հսկայական տարբերություն կա ունենալ մեկ երեխա և ունենալ մեկից ավել երեխա,
Մեր տանը կատարյալ հանգստություն է տիրում, քանի որ այս պահին իմ մեկ երեխան ընդամենը տանը քիչ առաջ մամայինքս եկան գնացին, իրենց այգու կակաչներից են ինձ բերել։ Այս կակաչներն էլ ամուսինս էր նվիրել ապրիլի 7-ին, ընդամենը 3-ն են մնացել փնջից, բայց ափսոսում էի դենն էտել։ Սա էլ ընկերուհիս էր բերել ապրիլի 7-ին։ Այսօր այս սիրուն դեկորը հանեցի բավականին ուշացումով։ Շատ եմ սիրում այս գարնանային դեկորը, այս ճուտիկները հանեցի Kinder-ի, սենց ձվիկներ ունեմ ահագին հավաքած, որոնցով զատիկի դեկոր պետք է պատրաստենք։ Այս սունկիկներն եմ հանել, մի բան կանենք երևի, ցորեններն են, իսկ այստեղ Ադանը դասա կարդում։ Ես էլ տանդուրը բաց եմ թողել, անձրև ա գալիս ու շոտ մաքուր հաճելի օդատում գալիս։ Եկա իմ այսօրվա ընթրիքը ձեզ ցույց տամ ու ավարտեմ վլոգը։ Այստեղ ունենք կարտոֆիլ տապակած, ձուկ տապակած եւ աղցան։ Հիմա տղայիս հետ կընտրենք, մինչև մյուսները կվերադառնան, մենք իրենց երկար սպասեցինք բավականին, բայց իրենք ուշացան, դրա համար հիմա կընտրենք, որովհետև արդեն ահագին ուշ ժամը մոտ երեկոյան 7:30-8-ն է արդեն, ու էլ իրենց չենք սպասի, իրենք երևի կերած կգան տատիկի տանից, մենք միասին կընտրենք ու ուզում եմ ավարտել վլոգը, ասել, որ մեծ սիրով կսպասեմ ձեր մեկնաբանություններին, անպայման գրեք, որ ես ոգևորվեմ ու ձեզ համար ավելի շատ վլոգներ նկարեմ։